Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի լույս։ Փարի լույս։ Իսկապես եներ հազիվ որ եկող ամսվա գեսերին The Army in America քիրքը հրատարակվի, իսկապես այդ ժամանակ կանտրատարանակ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իսկապես հայկական է։ Եվ քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեջ գաբրինք մենք հայերս, այսօրվա իմնույթս կապ չունի ոչ Հայաստանի, ոչ հայերեն լեզվի եւ ոչ Սուրիայի մասին։ Այլ կապ ունի մեր ամենօրյա ամենակարևոր հարցերը մեկը Լոս Անջելեսի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներու տարածքին հայր ու աղջիկ զավակի հարաբերությունները։ Եղավ սեներ։ Տեսակ այսօր Աստված չի գա, Հայաստան չի գա, Սուրիա չի գա, Միջին Արևելք չի գա, այլ միայն մեկ բան կա՝ թուն եւ քու թուստրդ եւ ծեր հարաբերությունը։ Նայեցեք, դղազավակի մասին է պիտի անդրադառնանք, բայց այսօրվա առաջին նյութս այս մեկն է։ Ուրեմն, եկեք հիմա Աստուծո կամքով ավելի իրարու մոդիգեն նայենք, մոդենանք իրարու եւ սկսենք զրուցել, թե ինչ սխալներ ենք կատարում եւ որ մենք մեր զավակներու եւ մանավանդ իքական սերի պատկանող զավակին հետը շատ հանգիստ հաղորդվելու կարողությունը չունենք։ Փարի լույս։ Ուրեմն սեներ եկեք իրարու հետ զրուցենք, թե ինչու հայրը իր հայ աղջիկա հանդեպ շատ կոպիտ է։ Նոր սերունդի մեջ շատ քիչ կտեսնեմ, որ հայրեր իրենց աղջիկ զավակներուն հետը նույնիսկ հաղորդվելու, իրար հետ խոսելու, թեկուզ իրարու փարի լույս ըսելու կարողությունը չունին։ Սա այդ մեկը կպատկաներ հին սերունդին, գիտեք, դղամարդ իր դղամարդկությունը պետք է կատարե, իսկ մայրն է զավակներու հետ պետք է իր մայրական բարդական, սուրբ մայրական, ներողություն, սուրբ մայրական բարդականությունը կատարե։ Իսկ հորը սուրբությունը ուր իմանած, հայրը պետք է երթա աշխատի տրամը բերե, որ իրենք ծախսեն։ Գիտեք, այս ավանդական մտածելակերպը կա։ Մայրը ընտանիքի սույնն է, իսկ հայրը ընտանիքին բարձաբես եկամուտ ապահովողն է։ Ներկա պայմաններով այդ բոլորը փոխված է, շատ անգամներ մայրը ընտանիքին նյութական ապահովողն է եւ բացահայտ է արևելահայերի մեջ։ Միշտ հետաքրքրականորեն լսած ենք, չէ՞։ Ներվեցաք, ինչ լավ որ ներվեցաք, քանի որ հիմա կսկսի ձեր ուղեղները աշխատելու։ Շատ տեսած եմ ես, որ արևելահայ դղամարդը չաշխատիր, քանի որ իրեն վայել քոր չի գա, բայց իր դիգինը, իր երեխաներու մայրը, ավն է մինչև գործի գերտը ետ կուքա ընտանիքին նայելու, բայց հայրը այդ ժամանվա ընթացքին իր զավակներու հետ դայրնագորեն հարաբերության մեջ է։ Ինչ կա, ինչ չի գա, ինչ կլա որ աղջիկս կմեզնաս որ նա ինչ կեղեցիկ աղջիկ դարձած ես, գիտես դղամարդիկ ամենը 4 կողմդ պիտի դառնան, չէ ամոթ հատանք բաներ չես կնար խոսիլ։ Մայրը թող բացադրե իրեն։ Այդ մայրը չէ որ քեզ մե խավեցավ, որ մեկ իքական սեր մանավանդ հին ժամանակներուն սիրահոժար իր սերային հարաբերությունը դղամարդու հետ չէր կատարած, միշտ մեկը պետք է խապած լար։ Ներկայիս քիչ մի ժամանակները փոխված են։ Իքական սերը շատ ավելի ազատորեն կարող է ընտրել այս տղային հետ պիտի քնեմ, կամ այդ տղային հետ պիտի ներվեցակ, չխոսենք ասենք բաներու մասին։ Ամոթ է։ Չէ, խոսենք, քանի որ սա ճշմարտություն է եւ իրականություն է։ Ուրեմն ավելի գնահնդրեմ, որ թուն իբր հայր, մանավանդ քու թուստրիտ հետը շատ ավելի համարցակ լայս, թեգուս այդ սիրո արդահայտության եւ սկացումների քաղաքարին շուրջ, որ թուն բացադրես իրեն, որ
ուրիշ մեկը չի խափե իրեն, այլ ինքը իմանա այդ բոլորը եւ սկացումներով չի մոդենա, այդ դրամապանության մոդենա եւ կարողանա ինքնուրույն որոշե, թե ինքը ինչ պիտի անի։ Ուզես կամ չուզես ինքը պիտի անի։ Չիգա մեկը, թեգուզ նայեցեք Աթամ եւ Եվայի ժամանակ, Եվան էր ամեն ինչը խառնեց, չէ՞։ Խեղճ դմբո Աթամը հանկից կյանք կաբրեր, գով չերա գիտեր ինչ էր թիմացի այդ քեղեցիկ կնգա գերբարը որ գար։ Եվան խապեց ամեն մարդկանց։ Ուրեմն չէ որ դուք կհավատաք, որ Աստված ցեզի այդ տարբերակով ստեղծած է, ուրեմն իրականչուր իքական սերի մեջը քոյություն ունի այդ բահանջը։ Եվ այս մեկը ուքա սկացումներ, դրամապանություններ, մարմնային բահանջ, հոգեգան բահանջ եւ ամենը։ Սրանց մասին անդրադառնանք եկեք այսօր։ Գիտեմ, դուք չեք սիրել ասանք նյութերու մասին խոսիլ։ Դուք կսիրեք Հայաստանի կառավարությունը ժողովրդին անօթի կբա։ Երեկվա հիմար մարդը որ ասեց, չէ, 70%-ով հայ ժողովուրդը դմբո է, չէ, անօթի է, դմբո չէ, ներողություն, 51%-ով դմբո են։ Գամ օրինակի համար երեք գիշեր YouTube-ի վրա հիմարի մեկը գրած է որ ես թուրք եմ, քանի թեկուզ հայերեն չեմ գիտեր խոսի, բայց ինքը շատ ավոր անգլերեն գդվդված խոսեր, հայերեն աչեր գիտեր եւ անվանագոչում էր ինձի գորգոր։ Մեկ հատ հիվանդի մեկը գա, իսկապես հոգեգան հիվանդ է, որ արեմդահայերեն շատ ասանք զայրացած է։ Ուրեմն անանք նյութերու մասին գուզեք խոսին, չէ՞։ Ուրեմն չէ, այսօրվա նյութը հարաբերությունն է հայր եւ թուստրը հասկացողություն, թե որչաբով իրարու պետք է արդոնենք, որ արդահայտվին իրենք այդ եւ դասարտ տարիքին։ Անստիմ ծեր զանգերուն չեգա ծեր զանգ չի գա։ Պետք է սպասենք, որ զանգեք։ Մինչև վաղադու չենք գնալ սպասել։ Նայեցեք, ծրագրի ընթացքին ինչ որ հերախոսազանգ կուկա կպատասխանենք։ Ծրագրից հետո չենք պատասխաներ։ Եղավ սեներ, մի գարձեք որ գիտեմ, եւ որ ծրագիրը կվերջանա մոտ 60 հատ զանգ կա այստեղ։ Ըստ կարծում եք որ ես այդ անցյալի օրերին մեզ պիտի կենամ մեկ-մեկ ցեզեր պիտի խոսեմ։ Չէ, սիրելիներ։ Էշը փոսի մեջ մեկ անգամ գինա։ Ստեփանը դարիներ առաջ կգադարեր այդ մեկը։ Հիմա ցեզի հստակացնեմ։ Եվ որ ծրագիրը կվերջանա, ես ոչ մեկ երախոս չեմ պատասխանել եւ ծարավը չունիմ այդ բոլորին։ Ուրեմն եկեք հիմա խոսենք ոչ թե Աստուծո քոյության մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության իրավիճակի մասին եւ ոչ թե Սուրյո հայության իրավիճակին, քանի սրանք նույնն են։ Լեհաստանի հայերը եւ որ վերջացան, մեկը չխոսեցավ։ Հնդկաստանի հայերը որ վերջացան, մեկը չխոսեցավ։ Հա, ժամանակներում խոսան, բայց հատկի է դո ոչ։ Այժմ խոսում ենք այսօր թուն եւ քութուստրիտ հարաբերությունը։ Չէ, զանգ չի գա, ուրեմն պետք է սպասենք Աստուծո գամքով, աստեղ զանգ չի գալիս։ Ներսը զանգը գալիս է, բայց աստեղ զանգ չի հասնում։ Ուրեմն դեսակ Աստուծո գամքով ես եւ դուք միտ մնանք։ Կբադայի, նաշ չունի։ Ես խոսիմ ցեզի ծեր փոխարեն։ Ուրեմն այսօր մենք հայերս ինչ սխալ ենք կատարում։ Մենք հայերս այսօր ասում ենք, որ մեր զավակները Աստուծո գամքով պիտի մեծանան։ Եվ երբեք իրենց 12 տարեկան, 13 տարեկան հասակին իրենց են չենք գիսվիր կենցաղային այդ բոլոր հարցերը, որ իրենք մեջ են ասում։ Իսկ գիտեք ժամանակին նույնիսկ ծրագրերից մեկու մեջ մեկը զանգարեց եւ քանքադեցավ, որ ինչպես կրնալ, որ դպրոցներում մեջ 12-13 տարեկան հասակին երեխաներուն սերային հարաբերության դասընթացներ կուտան։ Եվ զայրացած են, քանի որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց աստերգիրի օրենքը ներադիգա, չէ։ Քանի որ երեխան այդ 11 տարեկանեն, 12-13 տարեկան ընթացքին ինքը անպայման իր մարմինի բանջներուն կսկսի։ Եվ եթե շիդակ ցևով չի բացադրենք, անպայման իրենց բարձրապես այդ սկացողական կետնի վրա ինչ որ գուզեն գադարել, պիտի գադարեն։ Ուրեմն սեներ անհրաժեշտ է այսօր ծեր 12 տարեկան աղջիկ զավակի հետ սերային հարաբերության մասին եւ իրենց այդ եւ որ արդեն իքական սերի այդ գերբարի մեջ կմտնան, բացադրվի թե ինչ է եւ ինչ է։ Դարօրինակորեն մինչեւ այսօր մարդիկ կան իրենց զավակներուն կբացադրեն, որ երեխան զովեն գուքա։ Կամ
Աստված բաբան փամ մգնե եւ երեխա գուկա։ Իհարկե, չափանիշը թերևս ընդհանուր չեմ գնարսել, բայց մենց քանակով գնամսել 51%-ով հայերը դեր իրենց 11-12 տարեկան երեխային կուզեն սուտ խոսիլ։ Անհրաժեշտ է անպայման իրարու հետ 11 տարեկան, 12 տարեկան թե դղամարդ, թե դղա զավակի եւ թե աղջիկ զավակ։ Դղամարդ որ ասում եմ, այդ տարիքին գիտեք ինչ սկացումներով գուզեն մասնակցել եւ ինչեր գուզեն գադարել։ Ուրեմն անստին առաջ արդեն հերախոսը զանգերը սկսան շիդակ ձևով հասնել այստեղ եւ եկեք մեկ անգամ եւս Աստուծո շնորհք, չէ, Աստուծո հետ կապ չունի, ասել դղակը սարքեցին։ Անստին առաջ։ Փարի Լույս, ծեր գարձիկը։ Բարև, Ստեփան։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Ես լավ, դուք ինչպե՞ս եք։ Մենք լավ ենք։ Հարցումս հետևյալն է։ Երբեմն ցեզի շատ հաճելի մտիկ կնենք, երբեմն ոչ։ Այո։ Բայց հիմա հարցումս հետևյալն է։ Արդյոք աղջիկի հետ ինչ ցևով կբարվի։ Ես աղջիկանս տարեկանը լալու է գարտեմ աղջիկ։ 21 տարեկան է արդեն։ Okay, 21 տարեկան է։ Կգարձեք, որ ես աղջիկի ինչ բացատրություններ կուտաս։ Ամեն ինչ, պատահածին ինձ գսե որ հայրիկ կփավի այլևս։ Բայց եւ ես իրեն միշտ կսեմ որ նայ մորդ ես խապեցի։ Մայրդ քեզի չի գնա շիդագողություն տալ։ Ես քեզի պետք է բացատրեմ որ դղամարդիկ ինչ կբանջեն քեզմե։ Բայց մայրը գրնա բացատրություն տալ գարձեմ։ Սիրելիս, մայրը արդեն ես խապեր եմ մորը։ Քեզի ամուսինը հետ խապեց, ինչը որ այո ասիր իրեն, չէ։ Okay, հասկացանք։ Հա, հիմա աղջիկանը ուրեմն հայրը հետ թող չի խոսի, չէ։ Քանի որ նայ, աղջիկը շատ ավելի հարազատ կսկա իր հորը հետ խոսելու, քան թե մորը հետ խոսելու։ Սա փաստված իրականություն մնե։ Քանի զավակ ունես։ Ես 3։ 3 դղա աղջիկ։ Ոչ, 3 աղջիկ ունիմ, 3-ն էլ ամուսնացած են, թորնիկներու դերեմ։ Թորնիկներուդ հետ կխոսիս։ Անշուշտ կխոսիմ։ Քանի տարեկան են թորնիկներդ։ Թորնիկներս 30։ Թորնիկները 30 են։ Այո, թորնիկ։ Զորերուդ հետ խոսիր այնադեն։ Եղավ։ Իրենց մայրը թող խոսի, ինձ չի նրա։ Ինչու դու ավելի փորձառու ես, չէ։ Թողլա։ Եղած է։ Ուրեմն այսօր հաջելի է կամ հաջելի չէ նույնը։ Գես։ Չեղավ, գես չի գնալար։ 49 դգոսով խելացի են 51 դգոսով աբուշ են հայերը։ Չի կարելի 50 լալ։ Հայերը մեզ թունալ գացան շուշտ։ Իհարկե, ես 49-ի մեջն եմ։ Ուրեմն վերջացավ, աբուշ է։ Շնորհակալություն։ Ուրեմն այսօր չի սիրեցիր նյութը։ Նայեցեք, հայի հիվանդություններից մեկը ասանք է։ Եվ որ ընդհանուր գխոսես հայան, անմիջապես անձնագանի գարնեն եւ քեզ գսեն, դու աղջիկան հետ ինչպես կխոսես։ Խելացիներ, եթե ես աս նյութը կփանամ գոր, կգարձեք որ ես դու ներտամ աղջիկս չի կարելի։ Սինտրապանության իրավիճակ մնե։ Անստին առաջ։ Այս նոր հերախոսներ ունենք այստեղ եւ այս նոր հերախոսին պետք է սպասես որ ցայն լսես եւ ասես Փարի Լույս, ծեր գարձիկը։ Բարև Լույս Ստեփան, բարև երեկո նաեւ։ Բարև Դիկան, ինչպես ես։ Ամենաառաջինը Ստեփան, գիտես ինչն է։ Ինչ է։ Այս ամբողջ վիճակը, որ նկատել ես ուղղակի կոպիտ ես ակնարկում, որ հայերը բան չեն հասկանում, բայց մեղավոր չեն։ Հիմա հարցն է, որ նորմալ հոգեբանական զրույցներ բացրելու երբեք չի եղել։ Որ նստեն անգամ հերոստաժամեր կազմակերպեին, այսպես երիտասարդներին հրավիրեին եւ իրենց հետ այդ ուղղությամբ սկսեին կողմնորոշել, որ այսպիսի բաներ կա։ Եկեք երիտասարդներ միասին նստենք, այսպիսի հաղորդում ոչ մի անգամ ոչ միտեղ երբեք չկազմակերպեցին հայկական հերոստաժամերով։ Հազիվ մենակ ինչպես եւ դու ես ասում, քաղաքականություն, լացուկոս, կիկոսիմա, եսիմի տարբեր բաներ, այդ եւ աշխարհի ամեն լավ ժողովուրդը մենք ենք, չմոռնանք։ Այո, ժողովուրդը, բայց հիմա ինչու՞մն է հարցը կայանում։ Այո։ Անանդորը գիտենք նաև, թե ովքեր են մեր մեջ այդ ամբողջ ուղղորդումները կազմակերպում, չխորանամ էլի հայերեն խոսելով։ Այո, չէ։ Ամբողջ հեռացրել են։ Դրա համար եմ ասում, հայ ազգը մեղավոր չի։ Բայց կարող ասեն այդպես հայերեն խոսելով, հայերը անվանտակ։ Հայ ազգը ուղեղ ունի։ Շեղել ուրիշ ուղղությամբ։ Այո, բայց նայ Դիկրան, հայ ազգը ուղեղ ունի եւ որ կարող է որոշել, որ ինքը $400,000 բնակարան պիտի քննի, կամ $50,000 ինքնաշարժ պիտի քննի, կամ եւ որ հարսանիք կդարե պետք է այս եւ այդ դեսագի ջաշ ուդե։ Շատ հանգիստորեն գտնա իր զավակին նստել եւ բացատրել, որ զավակս քեզի աշխարհ փերի,
եւ քեզի ուղարկում եմ, որ վայելես աս քեղեցկությունը երկրակունթի, քիշերային միջավայրերուն, բայց իմացիր, որ եթե պիտի սիրապանվիս, անպայման ապահովիչ օգտագործե։ Քանի որ եւ որ այդ բզիկ դարիքիդ երեխա ունենաս, տեսնում ենք ինչ է լինում ամեն ինչը, չէ՞։ Բայց հայրը երբեք իր աղջիկան կամ իր դղային հետ անակ բանև չի գնար խոսիլ։ Որովհետև հային չեն ուղղորդել, որ նման մտքեր զարգանա, նման գիտակցություն աճի, ընդհակառակը անդադ այդ նեղությունները եւ այդ բոլոր եւ ցեղասպանության պատերազմներ ամեն ինչ դա մի կողմից նաեւ անուղակի պատճառներ եղան, որ անդադ գիտակցության վրա աշխատելու զարգանալու փոխարեն հազիվ միայն գոյատևելու հարցեր էին քննարկում։ Չէ, ներողություն Դիկրան, միայն գոյատևելու հարցեր չէին օգտագործում։ Մեր մեծ բաբերը հանկիստ 12-13 անգամ երեխաներ փերած են, ադիգա աստուծո գանքով չնլար, անգողին բիտ մտնային, չէ։ 1930 թվականին, 1923 թվականին, 24 թվականին դերևս անգողինա չէ, ուրիշ տեղեր մտած միայն թե իրար սիրապանած են եւ առանց ապահովիչ օգտագործել, քանի հատ խաղապարը ընդունելի չէր եւ 12-13 հատ երեխաներ փերած են։ Հա, ներողություն, ադեղ ուրիշ պատճառ մնա գա։ Ցեղասպանություն տեսան գսելով երեխաներ պետք է փերենք, ոչ, սեփական հաջողի համար էին գդարում։ Իհարկե, հիմա խտես խնդիրն ինչու է, նաև որ պատճառ այո, որտեղից ամեն ինչ կտրվեց։ Այո, հայ ուղեղը բավական զարգացած է, ունի շատ մեծ ընդունակություններ։ Դա միշտ պատմության մեջ ցույց է տրվել։ Այնց էստեղ է ամբողջ խնդիրը, որ այդ ունակությունները կամաց տարբեր ձևերով հայի միջից հանում են, որը հիմա կատարվում է։ Եվ այսպես դուք որ ինչպես մտահոգված ըստեղին, որ հենց մշակույթի վրա են հիմա խփում։ Այո։ Որտեսան ֆիզիկապես չեն կարողանում ոչնչացնել, գաղափարապես էլի հայ հզորը իր գենով պահում է, արդեն ամենախորաման խաղն են խաղում, թրվռացնելով, պարացնելով, ծիծաղեցնելով, այդ այլանդակ հումորներով են սկսում, որտեղ անմեղ է, չէ՞ թվում պարու երկ, բայց ես ժողովրդեմ չեմ, ժողովրդականը կա, տեղին է անում են, բայց նայում ենք ավելի շատ տեղ են գրավում արմենչիկյան, թուրք-արաբական գնգպոստերն ու դմդմփոստները, ռաբիզական, եւ տեսնում ենք այդ ամեն ինչին մեծ լավագույն դահլիճները հանգարց տրամադրվում են, որտեղ մեծ փողեր են։ Ժողովուրդը մեծ թիվով ադե բանջում, չէ՞։ Հենց դրանք հայախոս հрьяաներն եւ հենց հрьяաները, որոնք իրենք են իրական։ Ետկացին հрьяաներուն կողը, եղբայր, մեկը քրքրված վիճակը ինչ կապ ունի հрьяային հետ։ Հрьяանա քրքրվում է, հայնա քրքրվում է։ Եղավ։ Պանջան, զուգահեռաբար եմ ցույց տալի պատճառները։ Խորամանկ ինչպես խաղեր են խաղում եւ մեր հայերն էլ պատճառ մեղավոր ենք նաեւ այնքանով ենք մեղավոր, որ շատ շուտ հեշտությամբ ամեն մի կոպիտած իշու զրոսին հավատում ենք։ Եղավ, շնորհակալություն Դիկրան։ Շնորհակալություն։ Շատ լավ, առայժմ։ Շնորհակալություն։ Ուրեմն սեներ ահավասիկ տեսակ ճշմարտություն մգա այս հարցի մեջը։ Եթե այսօր Լոս Անջելեսի դարածքին քիշերային վայրերը երթակ, հբարդությամբ կուրախանակ, որ մեր հայերը վայելում են։ Սա բարձրապես մագերեսային էր։ Անստինգ առաջ, չանստինգ առաջ։ Քանի մինչև որ ցանը չլսեմ չեմ կարող ասենք հուպտալ։ Փարի Լուիս Տերգարձիկը։ Բայ Լուիս Ստեփան։ Բարև։ Ես ուզում եմ մի փոքր հերվից գալ։ Հերու։ Ես արդեն 55 տարեկան եմ, բայց որ հիշում եմ իմ պատանեկան հասակը 15-ից 28 հասակը, ուրեմն երբ որ նայում էի մամայիս աչքերի մեջ, ես վախենում էի, որ մի բան խոսայի։ Եվ ամուսնանալուց հետո ես աղջիկ ունեմ, հիմա ինքը արդեն 25 տարեկան է։ Այո։ Բայց կարող եմ ասել երևի 8-9 տարեկանից մեր ընտանիքում շատ բաց Աբրեք։ Ինքին եւ աղջիկ շատ բաց հարաբերություններ են ստեղծվել եւ ստեղծել ենք այն միջավայրը, որի աղջիկը երբեք անհարմար չի զգում, թեկուզ 12-13 տարեկանից սկսած նստի մեր հետ տղաների մասին խոսա, ինչ որ ընկերական հարաբերությունների մասին խոսա։ Հոյագապ։ Այդ միջավայրը ստիպեց նրան, որ նա շատ ազնիվ ու անկեղծ լինի եւ ստախոսությամբ չզբաղվի։ Հիմա ես այնքան վստահ եմ իր վրա, որ ուր էլ գնա, ժամը քանիսին էլ տուն գա, այ քո ասած այդ ամերիկյան գիշերային բարերն էլ ա գնում, դիսկոտեկաներն էլ ա գնում։ Բայց վստահ ես իր մետուն։ Ադե քեղեցկությունը։ Բացարձակ չեն կարգել իրան, բայց դրա հետ միատեղ այնքան վստահ ենք, որ ինքը ոչ մի սխալ քայլ երբեք չի անի, դա 1000% ես վստահ եմ։ Եվ այդ մեկը գուքա ոչ թե մեր հայ ծնողները իրանց երեխաների հետ կարողանան խոսան,
տղամարդիկ, պապաները թող նստեն ազատ, իրանց կանանց էլ թույլ տան, որ իրանց երեխաների հետ, թեկուզ եթե տանը տղա երեխա ունեն, տղան էլ նստի, աղջիկն էլ խոսի, ամեն ինչի մասին էլ քննարկեն, օրինակ իմ աղջիկը կնստի ու կասի, ես այսին ձևի տղա չեմ ուզի, ես այսինչ բանը չեմ հարգում, եւ անգամ եթե մեր տանը վիճաբանություն ա լինում, հայր ու աղջկա մեջ, ինքը երես առ երես կկանգնի ու կասի, պապա, դու այսինչ բանում սխալ ես, եւ իրա ճիշտը կպնդի, եւ եթե ինքը ճիշտ է, հայրը ներողություն է խնդրում իրանից։ Շատ կարևոր է։ Վերջին բանը, որ ասեցիք, շատ կարևոր է, որ մենք մեր երեխաներուն լիագադար մարդ արարածի դեղ համարենք իրենց։ Եվ ոչ թե քանի որ դարիքով բզդիկ են, նույնիսկ եթե շիրագը լան եւ ես մեծն եմ ասելով, իմ խոսքս պետք է քալե հասկացողությունը, քանի նրա վնասը հետո աբակային գտեսեն։ Դուք ձեր երեխաները եւ որ այդ բզդիկ դարիք են արդեն իրարու հետ հաղորդվելու կարողություն ունեցածեք, ժամը 4-ին է, ժամը 5-ին է ձեր աղջիկը դու նկար, դուք շատ հանգիստ եւ գիտեք որ ձեր զավակը ինչ բարգեշտ անձնավորություն է։ Բայց այդ բոլոր մարդիկը որ չի կարելի ժամը 2-ին, 3-ին եւ որ աղջիկը դունքա, արդեն մենց գրիվ գալ աղջիկս ինչու եկար, հիմա դրացիները ինչ պիտեմ մեր մասին եւ այդ հիմար բաները։ Քան թե որ բացարձակ դրացիները ինձ չեն հուզում։ Այո, քան թե որ միայն մի բան է որ ուշանում է։ Դրսում պատահական վտանգները, գրակոծներ, ավտովթար կամ ինչ որ մի Ադիգա աստուծո գամքովն է։ Դեպքեր որ անհանգստացնում են, թե չէ անձնական սխալները երբեք։ Շատ շնորհակալություն սիրելիս։ Շնորհակալություն։ Bye-bye։ Փարի Լուիս, ձեր գարձիկը։ Հերադեսիլը անջատեցեք, ներողություն, եղբայր, ագան չի ասիգա, հերադեսիլը անջատեցեք։ Փարի Լուիս, ձեր գարձիկը։ Այո։ Բարի Լույս Ստեփան։ Բարի Լույս, ինչպես եք։ Լավ, մերսի, դուք ինչպես եք։ Շնորհակալություն, քանի մերսին ֆրանսացիներուն է եւ մենք հայ ենք։ Ես նոր կնոջ, որ ինքն էր ասում, նույնը ես պիտի ասեմ, իմ աղջիկը ավելի շատ կապված էր իր պապայի հետ, ավելի շատ էր կիսվում, քան իմ հետ։ Եվ հոյագապ է։ Իմ հետ էլ է շատ կիսվում, բայց յանի իր օրվա ընթացքում ինչ որ պատահի ավելի շատ գալիս էր իր պապայի հետ էր կիսվում ու խոսում էր ու իր պապան ինչ որ է կյանքում որ պիտի լիներ սկզբից մինչև վերջ երեխուն բացատրում էր որ կյանքը սենց պիտի լինի ու ճիշտ ձևով երեխուն դաստիարակում էր բայց միջև այսօրս էլ իմ աղջիկը 19 տարեկան է իմ հետ սկզբից մինչև վերջ բացվում է Հոյագապ ու իրանց ասել եմ որ ամենավատ բանը սուտն է Այո Եթե դուք ինձի խաբեք, ուրեմն դուք ձեր ամբողջ կյանքով խաբված եք։ Այո, եթե ցեր ամենաճիշտը բացվես քո ծնողների հետ խոսես, այո, ավելի ճիշտ է շատ քո կողքի մարդկանց հետ։ Հարցում ունիմ ցեզի։ Եթե ցեր աղջիկը կա եւ ցեզի ասե որ մի դղա գա, որ ինքը շատ հավանում է եւ իրեն հետ ֆիզիկական հարաբերության մեջ կուզե մտնալ, ինչ կլա ցեր պատասխանը։ Ես սկզբից թույլ չեմ տա այդ մի բանը, բայց ես չեմ արգելում, որ ասենք, թե ինչի սրա հետ դուրս եկար, ինչի նրա հետ դուրս եկար։ Իսկ իմ աղջիկը ինձի ասում է, որ մամա, պիտի դուրս գանք, շփվենք, տեսնենք, մի անգամից հո չեն կար ասենք, հա, էսի լավն է ու հետը արդեն կյանքը դասավորենք, բայց չէ, ես թողում եմ երեխուս ազատ, դուրս գա, բայց չեմ սիրում ասում եմ երեխեքին, որ գաս ճշմարտությունը ինձ ասես, ես քեզ ոչ մի բան չեմ անի։ Աբրեք, ադիգա ամենակարևոր մասն է, որ իրենց Եթե դու ինձ ճիշտ ասես, ես քեզ ամենտեղ կթողեմ։ Եղավ, աղջիկս կողքս նստած է, ես ինչ որ ասում եմ, թող ինքն էլ իմանա, որ երբեք ամենավատը սուտն է, եթե սուտ ասեցիր քո ծնողներին, դու կպատժվես, եթե
քո ծնողի հետ ճիշտը կիսվես, ոչ մի բան չես ունենա։ Շատ շնորհակալ Չեմ արգելում, թո տղայի հետ էլ դուրս գա, շփվի, տղա ընկերել ունի, դուրս ա գալի։ Պրոբլեմ չի հետի։ Շատ շնորհակալություն։ Իսկ ծնողների հետ պարտադիր է, հատկապես իր հայրիկի հետ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մերսին չէ, մերսին ֆրանսիացիներուն է, քանի որ մենք հայերը շնորհակալություն ունենք։ Ուրեմն սենեմ նայեցեք, ես քիչ աչված առաջին զանգարոդիգին որ սա քո աղջիկան ինչ կսես։ Ես աղջիկան հստակ ասած եմ ցեզի ագսեմ։ Իրականչուր անհատ դղամարդ կամ գին արմատ, աղջիկ կամ դղա, տարբերություն չուներ։ Նվազագույնը 6 տարբեր մարդկանց հետ հագարակ սերի կամ ինչ որ իրենց կնախնդրեն, դերևս աղջիկ կսիրե կամ դղամը դղա կսիրե, գապ չունի։ Ինչ որեն է, նվազագույնը 6 տարբեր մարդկանց հետ հարաբերություն պետք է ունենա։ Եվ այդ հարաբերությունը, գիտեմ, առաջին մեկ վարյան հիմա կասկածում եք, որ ֆիզիկական հարաբերություն է։ Գոնա 6-ին 1 հատին հետ ֆիզիկական է լա, կամ 6-ին 6-ին հետ ֆիզիկական է լա։ Նվազագույնը գիմանաս, որ թիմացի սերդ ինչ տեսակի գերբարներ են։ Եվ ատկե դու ընդրուչան գուկաս։ Եվ գադագս միշտ այսպես է։ Շաբաթը 7 օր գա, իրականություն մարդ 6 հատ ընկեր կամ ընկերուի պետք է ունենա։ Հիմա ես իմ աղջիկան ասած եմ, որ 6 հատ դղա ընկեր պետք է ունենա, 2 շաբթ, 3 շաբթ, 4 շաբթ, 5 շաբթ, ուրբաթ շաբաթ, իսկ իրագի օրը իմ հետս կանցկացնե, իսկ նրանց 6-ից ով որ ամենավատն է գկցե գտապե, ով որ ամենալավն է այդ վադին օրը գարնի։ Եվ երկու տեսակի մարդիկ կան, որ գուզեն հարաբերությունը հիմա պատրաստ չեն ամուսնալու, գուզեն կյանքը վայելեն, ասել չէ որ ամուսնացողները կյանք չեն վայելել, բայց ավելի սահմանափակ իրավիճակի մեջ կլան, գերբար է, մարդկա որ այդպես կնախնդրեն, մարդկա որ այդպես կմա։ Ուրեմն, եթե գուզես կետրոնանաս, այդ 6-ին մեկը որ կծեցիր, մյուսը որ իր դեղը արավ, գտնա հաջորդ շաբաթ հանգարձակի ուրիշ մեկը ավելավելա, եւ այդ որ 2 օր արավ, ադիկա վադի ելա, այդ օրը կծես, այդ լավը մյուս օրերը գավնի եւ այսպեսով վերջաճա 1 հոգի կմնա։ Իսկ եթե 1 հոգի վրա չուզեր կետրոնանալ այժմ, թե մի քանի տարի հետո գուզես կետրոնանալ, ամեն մեկը որ կծես, մեկը նոր կբերես։ Եվ մի գարձեք, որ ես ասած ասացին ամեն մարդու հետ պետք է անգողին մտնես կամ ինքնաշարժի ետևը նստես եւ սիրապանվեք։ Նրա մասին չեմ խոսում։ Դուք ավելի գեղդոտ միտքեր ունեք, քան թե ես։ Ես ասում եմ մարդկային հարաբերություն։ Եկեք վերջին զանգը առնենք, Փարի Լուիս, վերջին զանգը։ Տեսակ, եւ որ ես իմ ցանց դեսեմ, գանչադեմ։ Ուրիշին արիթը կնած։ Չէ, ասում եք նա սխալ ժամանակ հուպ տվի հերախոսին։ Ինչ որ է, ես խոսիմ ցեզի հետ այնադեն։ Սեներ, այսօրվա նյութը բարձաբես մեր գենցաղի նյութն էր։ Այսինքն, կապ չունի Հայաստանի որբերը անոթի են, Հայաստանի դուները չուրչունեն, անոթի են ժողովուրդը։ Կապ չունի որ Սուրյո մեջը մարդիկ բادرազմ։ Երկրակունթ առաջին մեկ օրեն բادرազմի վաղը գլենդելի մեջ նա որ ջամփան իրարու հետ բادرազմը սկսին է։ Ինչ պիտնեք, այն ժամանակա Սուրիայեն տրամ գավակեն մեզի օսկղրգեն։ Նայեցեք, մի գարձեք որ ես զաղրանքով գսեմ ասի, այլ գսեմ դրամապանակորեն եմ մտածեցեք։ Այսօր որ հոս կաբրիկ, այսօր որ ծեր զավակները եւ դասավ տարիքեն արդեն 1001 հիվանդության մեջ են, 1001 թմրեցուցիչներ օգտագործում են, 1001 դղամարդկանց կամ գանային ցերկերի մեջ են։ Քիշերները մեմի իջեք, Հոլիվուդ, իջեք մեմը, Վալի, կացեք տեսեք։ Բայց երբ որ քու զավակիդ հետ այդքան մդերիմ գլաս եւ կբացատրես ամենը, վստահ են ասես որ քնա աղջիկս, քանի որ գիտեմ որ տուն քու արժանապատվությունը այդքան ավելի բարձր կտասավորես, որ ամեն հիմարները այո, այդ հիմարները, որ բարոն Փարթամյան ասում է հիմար են, որ գալիս են սլկտում են ասանք 4 կողմդ, պիտի կարողանաս իրենց հերացնել կոմոդիցդ։ Սա բարձաբես մեր զավակներու մեջ դրամապանություն զեդեղելն է։ Քանի որ մենք իբր ասք, մենք դրամապանության օրեն չենք օգտագործում։ Դրամապանությունը մեզի համար ասանք դարօրինակ դժվար բան մնե։ Մենք զգացումներով ենք։ Արա ինչու աղջիկ անցնեցել, արա ինչ ես